Ես ուզում եմ սկսել նրանից, որ նախ մեր հավաքվելու իմաստը ես այդպես եմ հասկացել, ուղիներ գտնել։ Գիտեք, երբ անցյալը շատ ենք մեկնաբանում, կարող է շատ բաների հետ համաձայն լինես, բայց անցյալը վերլուծելով, եթե դու այսօրվա քայլերը չես հիմնավորում, այլ ուղղակի վերլուծում ես անցյալը, տարաձայնությունները միայն կավելանան։ Իսկ եթե միանգամից սկսենք կարևորագույն անելիքների շեշտադրումից, անցյալին ընդհանրապես անդրադարձներ կատարենք, իսկ անցյալը շատ կարևոր է, որովհետև անցյալը մեր ուսուցիչն է։ Ցավոք սրտի հայկական ասացված չի, չինական է, պետք չէ մոռանալ անցյալը, նա ապագայի ուսուցիչն է։ Ես դրա համար ուզում եմ միանգամից սկսել հիմնականից։ Այսօր, երբ մենք որևէ տեղ հավաքվում ենք, վերջի շրջանում ես արդեն 4-րդ կլոր սեղանի ոգով գործող կառույցն է կամ տրամաբանությամբ այս փուլում, նախնական փուլում, եւ մի բան եմ նկատում, որ մեծ չի միասին աշխատելու տրամադրվածությունը։ Միշտ հայտնվում են մարդիկ, որ սահման են դնում, ես սրա հետ կաշխատեմ, սրա հետ չեմ աշխատի եւ այլն եւ այլն։ Կարողացա կլոր սեղաններից մեկի գրեթե բոլոր մասնակիցներին համոզել, որ կոչենք ազգային համագործակցության կլոր սեղան։ Այսօր էլ նկատում եմ, որ բոլոր ելույթների նկատի ունեմ առարկայական կեցվածք ունեցող մարդկանց ելույթների հիմքում ընկած է մի բան, ինչպես գտնել ազգային համագործակցության ձևաչափ։ Եվ դրանով հիմնական մասը այդպես տրամադրված է, որովհետև ընդհանրապես քաղաքագիտությունը դա է ճանապարհը համարում հասնել իշխանության, հեռացնել վատ իշխանությանը, փոխարինել նրանց եւ իրականացնել ծրագրերը։ Երկու, այնպես որ այսօր մենք ինչի մասն որ խոսենք, հասկանում ենք, որ մեր նպատակը ազգային համագործակցության ճիշտ կամ արդյունավետ ձև գտնելն է։ Բայց մինչև հիմնական մտքից անցնել, ես ուզում եմ մի փոքր պարզաբանում կատարել։ Երբ մենք պայքարում էինք անկախ Հայաստանի համար, կարող եմ ասել պայքարում էինք, չնայած դա աշխատանք էր, 50 պատկերացրեք համարյա 60 տարի առաջ եմ ես սկսել գործել, 65 թվականին, առաջին խումբը երիտասարդական հայկական երիտասարդական միություն, բայց 66 թվականից մինչև 73 թվականը մենք անկախության համար արդեն պայքարելիս, ինձ մոտ 67 թվականից է սկսել անկախության շեշտադրումը։ Մենք անկախություն ընկալում ենք որպես ազգի բնականon ապրելու ձև։ Բայց 70-ական թվականներից արդեն մեկ այլ մոտեցում սկսեց իշխել, որ մենք հասկանում ենք, որ եթե չունենք պետություն, նշանակում է մենք մեր կարգավիճակով ցածր մակարդակի վրա ենք եւ արժանի չենք, դա արդար չէ, մենք պիտի ունենանք միջազգային իրավունքի ենթակա լինելու ոչ միայն իրավունք, այլ պիտի դա իրացրած լինենք։ Երբ դու միջազգային իրավունքի ենթակա ես դառնում, քո խնդիրները ինչ որ չափով պակասում են, որովհետև դու հայտնվում ես այդ իրավունքից օգտվողների կարգավիճակում եւ նրանց նպատակն է դառնում պաշտպանել քեզ, քո միջոցով պաշտպանել իրենց իրավունքները։ Բայց երբ դու այդ միջազգային իրավունքի անդամ դառնալուց հետո չես կատարում այն ինչ պիտի կատարեիր, կարող ես հայտնվել այնպիսի վիճակում, որ միջազգային իրավունքի ենթակայի քո կարգավիճակը համարյա կարող է զրոյանալ։ Ուրեմն մենք միջազգային իրավունքի ենթակա դառնալու համար աշխատում ենք, երբեք մեր մտքով չէր անցնում, որ կունենանք իշխանավոր, որը միջազգային իրավունքի ինձեռած հնարավորությունները կանտեսի, ներողություն իշխանավորներ եւ կառաջնորդվի իր հետին նկատառումներով, նաեւ վախերով։ Վախը մարդու համար է, երեք Ռազմիկ Պետրոսյանի Արցախի հնամարտիկի ծննդյան 75-ամյակներ, եւ ես հիշում եմ ինքը մի անգամ ասեց, բայց բարույր չես ուզում հասկանալ, որ Սերժ Սարգսյանը վախեցել է, Պուտինը իրեն վախեցրել է, դրա համար ինքը հրաժարվել է Եվրոպական ասոցիացիայից, ոչ թե ուրիշ նկատառումով։ Ես ընդունում եմ, վախը մարդկային բան է, մարդ կարող է նաեւ վախենալ, բայց այդ դեպքում գոնե այնքան առաքինի պիտի լինի, որ ասի ես չեմ կարող այս գործին ծառայել։ Ինչևէ, այդ հիշեցումը ինչի համար արեցի, որ այո, այսօր կարող է լինել ոչ միայն անձնական, անանձնական վախեր կարող են լինել, հայրենիքի ժողովրդի համար վախեր կարող են լինել, բայց գիտակից մարդը, բանական մարդը միշտ գիտի, որ ոչ թե կան խնդիրներ, որ անլուծելի են,
այլ կան խնդիրներ, որոնց լուծումը ես չունեմ, բայց ինչ որ մեկը կարող է ունենալ։ Այս հասարակ տարրական մոտեցումը, հակագիտական մոտեցումը, դա հակագիտական է, որովհետև շատ բաներ են եղել, չէ՞, մարդկության պատմության ընթացքում, որ անհնար են, բայց հետո ինչև, այս փոքր նախաբանից հետո կարծում եմ, որ այսօր այստեղ էլ մենք ճիշտ կլինի, որ շնորհակալություն, որ Անդրեաս Ղուկասյանը բարձրացրել է նաև սահմանադրության հարցը, բայց դա ինձ համար միայն սահմանադրության հարց չէ։ Դա ընդհանրապես ազգային ռազմավարության հիմքերի հիմքը պիտի լինի, մանավանդ այսքան ճանապարհ անցած ժողովրդի համար։ Ես այսքան ճանապարհի մեջ մտցնում եմ նաև 95 թվականի սխալ սահմանադրության ընդունումը։ Հիշում եք երևի ոմանք կհիշեն 98 թվականին ես դարձա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, դա տեղի ունեցավ շնորհիվ ինձ տրված ձայների, այսինքն առաջին փուլում ես այնքան ձայն էի ստացել, որ երկրորդ փուլի համար վճռական պիտի լիներ, թե ով կանցնի։ Եվ քանի որ ես ինչև է դարձա այդ հանձնաժողովի նախագահ, բայց այն ժամանակ, տեսեք, ընդամենը 3 տարի էր անցել։ Հանրությունը ընդունեց, որ սահմանադրությունը փոխելու, բարելավելու հարց կա, բայց ես չդրեցի ընդունված սահմանադրությունը չեղարկելու հարցը։ Ես ասացի, ինչ որ աշխատանք արել ենք, մենք ենք արել, ես դեմ եմ եղել, բայց մեր ժողովուրդն է արել, եկեք սխալները ուղենք։ Դա նաև գործը հեշտացնում է։ Այսինքն դու վերցնում ես այդ սահմանադրությունից մի քանի կետեր։ Մասնավորապես ասեմ, այնտեղ շատ վատ էր ազգային ժողովի ներկայացուցչական մարմնի վիճակը։ Ինձ հաջողվեց դա համոզել, չնայած հետո բացասական բաներ եղան, եւ ես աշխատանքը ինքս չավարտեցի, բայց երկքաղաքացիության հարցը կարողացա անցկացնել, նախագահի կողմից ինքնական պարլամենտը ցրելու խնդիրը ասպարեզից դուրս եկավ, ի վերջո դրանք արմատավորվեցին։ Ուզում եմ, այս ինչի ես օրինակը բերեցի, մենք ինչ որ գործեր անելիս, որքան էլ որ հակատարամադրված լինենք, ինչ որ երևույթի նկատմամբ, պիտի ինքնամերժությամբ չզբաղվենք, որովհետև Աստված է տվել, թե իմաստուն մարդիկ են դա գրել, բայց դա գիտականորեն է հիմնավորվում, պիտի պատվես մեծերիդ։ Եթե մեծերիդ չես պատվում, Աստվածաշնչում հստակ է գրված, դու արժանի չես լինում երջանկության։ Ես ամփոփ եմ ասում, իմ բառերով եմ ասում, հաջողությունները քեզնից հեռանում են։ Ու մենք ինչ էլ որ անելու լինենք, պիտի հիշենք, կարծում եմ, դա միակ դրվագն է, որտեղ մեզ ուղղություն է տրվում։ 10 պատվիրաններից միակն է, որը ոչ թե ասում է մի արա, մի չի կարել եւ այլ, ասում է պատվիր մեծերիդ, որ օրերդ երկար լինեն։ Ուրեմն սա ինչի համար է կարևոր հիշել։ Գործը հեշտացնում է, բայց նաեւ հաջողության հասնելու նախապայմաններից մեկը կարող է լինել։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք ազգային համագործակցության մասին, պիտի այնքան համեստ լինենք, որ ընդունենք, որ ազգը մենք չենք միայն։ Ազգը մարդիկ են, բոլոր մարդիկ։ Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Նրանց պատկերացումները ազգային են, թե ապազգային են, գործակալ են, թե ինչ են, նրանք են։ Մեր գլխավոր խնդիրը բոլոր ժամանակների համար եւ ընդհանրապես ասեմ նախ, մինչեւ այդ միտքը ավարտելը։ Աշխարհում որևէ ժողովուրդ ունի խնդիրներ, եթե իր երկրի իշխանությունը պատկանում է ոչ թե այդ ժողովրդին, ինչ որ ձևով, այլ պատկանում է սեփական նկատառումներ ունեցող մարդկային խմբի։ Մենք էլ այսօր այդ վիճակում ենք։ Մենք ունենք խնդիր, որովհետեւ իշխանությունը ճակատագիրը, ժողովրդի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ տարբեր փուլերում տարբեր մարդկանց է պատկանել, այսօր պատկանում է, ես իրեն հաճախ ասում եմ ազգային պղծություն, Նիկոլ Փաշինյանին, կարճ ասած։ Եվ կարծում եմ, որ մենք դրանից ելնելով, այս ինչ որ խոսում եմ, ամեն ինչ կապված է սահմանադրության հետ։ Պիտի առանցքային համարենք մի բան։ Հնարավոր է արդյոք, որ մենք տեսեք արժեքների մասին խոսվեց, շատ խնդիրների մասին։ Հնարավոր է արդյոք, որ մենք կարողանանք ունենալ այնպիսի սահմանադրություն, որը իսկապես քաղաքացուն դարձնում է երկրի տերը։ Մեր սահմանադրության մեջ գրված է, չէ՞, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բայց իրականում ժողովրդին կարող է պատկանել իշխանությունը պետական համակարգի միջոցով։ Արդյոք մեր պետական համակարգը անցյալում եւ այսօր բավարար ապահովում է։ Արդյոք աշխարհում կա մի ազգ, ում մոտ այդ հարցը լուծված է։ Քանի որ այլընտրանքներ չունեն, մարդկությունը ինչ-ինչ բաներ լավ է համարում, վատ է համարում։ Հիմա մենք ունենք մեծ առավելություն։ Ես գալիս եմ հիմնականին, որպես եթե պետք լինի, հետո անդրադառնանք։ Ունենք այսպիսի առավելություն։ Հայաստանի 17, չէ, արդեն 16
որովհետև մի անգամից ասեմ, ԱԺԲ-ն, որ ասում էր, որ իրենք սկզբունքորեն համաձայն են, Արապապյանի միջոցով շատ եմ ցավում, բան արեց, որ իրենք վախենում են, որ այդ նախագիծը եւ այլն եւ այլն։ Բայց դրա իրավունքը բոլորը ունեն, 10,000 մարդուց 10,000-ից ավելի մարդկանց հետ քննարկել եմ այդ տարբերակները, մի հոգի Արապապյանը դեմ է արտահայտվել։ Ես կարծում եմ, որ ինքը մինչև վերջ չի խորացել դրա համար, որովհետև գնահատում եմ իր ներդրումները մանավանդ միջազգային իրավունքի ոլորտում մեր ունեցած հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ։ Հավատում եմ, որ նաև այս հարցում մենք համաձայնության գանք, բայց ինչևէ, դա դարձավ 16։ 16 քաղաքական ուժեր հավանություն են տվել Սահմանադրության մի նախագծի, որը 8 անգամ ներկայացվել է եւ կառավարությանը եւ մասնագիտական հանձնաժողովին։ Մի անգամ ներկայացվել է, ես հասկանում եմ, որ Անդրեաս Ղուկասյանը պարտավոր է շեշտել, ինքը եղել է լիազոր ներկայացուցիչը 7 քաղաքական ուժերի, այնպես չի որ մի անգամ։ Եվ երբ ինձ ասում են ախր ինչ ես դրանց դիմում, ես ասում եմ, չի ասում մինչև վերջ, բայց դա նրա համար էր, որպեսզի, ինչպես ասում են, մինչև վերջ ամեն ինչ հստակեցվի։ Այսինքն, ուրեմն թիվ 1 հաջողությունը, որ այսօր մենք ունենք, այն է, որ կա պատրաստի նախագիծ։ Եվ երբ որևէ մեկն ասում է, ասողներ կան, մենք էլ մեր նախագիծը կգրենք, սա մանկապարտեզ չի։ Ես այդ նախագիծը համարում եմ գրված ավարտուն պատրաստի, որովհետև դրանում նոր խոսք կա։ Եվ համամարտկայինորեն ընկալելի նոր խոսք, այդ Սահմանադրության բերող բանաձևը միջազգային կառույցների կողմից դեռևս 20 տարի առաջ որոշ հատվածներ ընդունվել են որպես բացառիկ մի բան նորամուծություն։ Գիտեք, որպեսզի հասկանալի լինի, միայն մի բան ասեմ։ Մենք ասում ենք ներկայացուցչական մարմին է, չէ՞ խորհրդարանը։ Այդ ներկայացուցչականը կարող է աստիճաններ ունենալ։ Թե անունը դրեցիր ներկայացուցչական վերջացավ։ Չէ՞ որ կա խորհրդարան, որը 20% սեվով է ներկայացնում ժողովրդին, ընտրությանը մասնակցածներին, եւ կա խորհրդարան, որ ներկայացնում է 80%-ով։ Ամեն ինչ սկսել է նրանից, որ ներկայացուցչականության գործակից եմ գտել, որը շատ կարևոր է։ Հետո քաղաքացիները պետք է իրավավասար լինեն, թեման հասկանում եք բանը, չէ՞, դրա համար մի 3 րոպե էլ կխնդրեմ, բավական լուրջ։ Սահմանադրության հիմքում ընկած է մի բան, բոլոր սահմանադրությունները, եթե իսկապես սահմանադրություն են, որ քաղաքացիները իրավավասար են։ Հիմա ընտրության գնացած մարդկանց մի մասը չի ունենում ներկայացուցիչ խորհրդարանում, որտեղ իր տեխնացուն չի անցել։ Խախտվեց սահմանադրության հիմնական դրույթը։ Քաղաքացիները պետք է իրավավասար լինեն։ Ես ունեմ ներկայացուցիչ, Պողոսը չունի, որտեղ նա ում ինքը ձայն է տվել, այդ մարդը չի անցել խորհրդարան։ Ամենակարևոր հարցում, երկրի կառավարմանը մասնակցելու հարցում քաղաքացիների իրավավասարությունը խախտված է։ Ուրեմն գտնված է նաև դրա լուծումը։ Եվ գտնվածը ասեմ, դա իմ շնորհը չի, ճիշտ է, ես եղել եմ սովետական միության բոլոր ազգերի հետ ժողովրդավար ուժերի հետ համագործակցող աշխատող մարդ, ընտրվել եմ իրենց ղեկավարը 90 թվականին Փարիզում այդպիսի կենտրոն ստեղծվեց։ Բոլորից սնունդ ստացել եմ, բայց սա եկել է որպես, ասենք, հարթմնի, այսինքն ոչ հանկարծակի ես գրել եմ նույնիսկ, որ ցավոք սրտի հնարավոր չէ այդ հարցը լուծել։ Ու ստացել եմ պատասխանը։ Դրա համար համարում եմ, որ սա շատ կարևոր բան է։ Էլի ներբերանքներ կան, դրանց մասին չեմ խոսի։ Ուրեմն մենք ունենք սահմանադրության նախագիծ եւ երկրորդ բարեպատե առիթը։ Ունենք արդեն ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կամ սահմանադրական նոր հանձնաժողով։ Եվ կարծում եմ, որ մենք մեր առաջնահերթ խնդիրը չմոռանալով մասնավոր բոլոր խնդիրները, բոլոր, նաև իշխանապողություն, իշխանության գալու միջոցով ինչ-որ հարցեր լուծել։ Մենք այսօրվա կարևորագույն խնդիրը պիտի համարենք այն, որ ֆուտբոլ խաղալուց առաջ ֆուտբոլի դաշտ պատրաստենք։ Քաղաքական գործունեության զբաղվելուց առաջ քաղաքական դաշտ պիտի լինի, չկա քաղաքական դաշտ Հայաստանում։ Ես ինչի այդ ֆուտբոլի օրինակը բերեցի։ Երեխա ժամանակ գնում էինք ֆուտբոլ խաղալու, ասենք բնության մեջ։ Քարերը մաքրում էինք, ֆուտբոլի դաշտ էինք սարքում, նոր սկսում էինք խաղալ։ Հայաստանում այսօրվա սահմանադրության պայմաններում եւ այսօրվա սահմանադրության ընդունած կայուն մեծամասնության գժության պայմաններում, երբ պարլամենտը կոչվում է ներկայացուցչական, ասում է, որ պիտի ընտրվի համամասնական ընտրակարգով, բայց միաժամանակ ասում է, որ այդ բոլորը մոռացանք, պիտի լինի կայուն պարլամենտական մեծամասնություն։ Սա ես արատավոր մոտեցումը գալիս է նրանից, որ խորհրդարանական ներկայացուցչական կառույցը համարվում է նաև կառավարության մաս։ Ուրեմն այդ երկու հնարավորություններ ունենալով մենք մի քիչ առաջ գնացինք, այն դիմումները բազմակի անգամներ դիմելիս։ Լսեցի այսօր էլ հայտարարություն եղավ, որ սրանց դիմելու մեջ իմաստ չենք տեսնում։
Գիտեք, նույնիսկ թշնամուտ հետ կռվելուց նրան դիմում ես, ասում ես, ինչ կոպիտ ասած, գնա գրողի ծոցը։ Ասում ես։ Հիմա ես իմ վերջին ուղերձը, որ եղել է հասցեագրված այսօրվա իշխանություններին, ասում եմ դիմիր դատախազություն, ներողություն խնդիր սխալներիդ համար։ Եվ սա շատ հիմնավոր է։ Հազարավոր մեղադրանքներ կան, հազարավոր չէ, հարյուրավոր մեղադրանքներ կան այսօրվա իշխանությունների հասցեին, բոլորն էլ հիմնականում ճիշտ են ցավոք սրտի, բայց ես մի դեպքում ասում եմ մի բան։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում կա կետ, որ դու ստացած փաստաթղթերը պետք է քննարկես։ Նորմատիվ իրավական ակտում կա կետ, որ քննարկումները կառույցում լինում են հրապարակային։ Դրանից ելնելով ես կարծում եմ, որ այս փուլում մենք նվեր ենք ստացել, եթե այդ նվերը չօգտագործենք, նշանակում է մենք նման ենք են Թումանյանի հեքիաթի հիշում եք, որ ասում եմ, ես սպասում եմ, որ Աստված ինձ պիտի օգնի։ Այսինքն կլոր սեղաններից մեկը ընդունեց փաստաթուղթ նաև այդ ազգային համագործակցության կլոր սեղանը ընդունեց փաստաթուղթ, որտեղ հիմնավորապես ապացուցված են համարում կոռուպցիոն անցախում ստեղծելու տրամադրվածության եւ դա կատարելու մասին։ Ես կարծում եմ, որ այս փուլի համար շատ կարեւոր է, գիտեք, եթե մենք գնում ենք ընտրության ժամանակ պիտի զբաղվենք քարոզարշավով, անգամ այդ տեսակետից շատ կարեւոր է, որ այսօր Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական մասը հանրությունը սկսի լսել, որ մենք գործ ունենք կոռուպցիոն անցանքներ դրսևորող կամ դրանց մեր քրեական օրենսգրքով այդպիսի բնութագրվող մարդկանց հետ։ Այսինքն ամեն մարդ արդեն պատկերացնի, որ իդեմս այսօրվա իշխանավորի մենք գործ ունենք պոտենցիալ հանցագործի հետ։ Ինչ եմ ասում պոտենցիալ, որովհետև դատարանը դեռ որոշում չի ընդունել։ Եվ կարծում եմ, որ Սահմանադրության ներբերակները քննարկելը հասկանալի է, խորապես հասկանալ, մերժել, սխալները ուղղել եւ այլն եւ այլն։ Հանձնաժողովին դիմելը նույնպես, բայց զուգահեռաբար իմ վերջին գրության մեջ ես ասում եմ, դու գնա դատախազություն խոստովանությամբ հանդես արի, որ 8 անգամ չես քննարկել, 8 անգամ խախտել ես սահմանադրական օրենքի պահանջը, բայց զուգահեռաբար ընթացք տուր այն նախագծերին, որոնք որ անցյալում ստացել ես ու չես կատարել։ Ուրեմն սա իմ հիմնական առաջարկն է, որ այդ ուղղությամբ մտածենք եւ նույնիսկ առաջիկայում նաեւ այս կազմով մի հատ քննարկենք ու նույնիսկ ինչ որ վերաբերմունք արտահայտենք նկատի ունեմ ներկաները իրենց ստորագրություններով, որովհետեւ թե քարոզարշավի տեսակետից իշխանության փոփոխման նպատակով, բայց առաջին հերթին Հայաստանը իսկապես քաղաքացիների սեփականությունը դարձնելու տեսակետից ընդհանուր առմամբ սա շատ կարևոր է հիշել, մարդիկ որքան էլ որ լինեն ազդեցության տակ, լինեն ճնշումների տակ նաև, այդ մարդկանց հիմնական մասը միևնույնն է լավն են, մարդիկ եթե լավը չլինեն, հանրությունը չի գործի, այսինքն մենք չենք կարող ասել, երբեմն ասում են ժողովուրդը հայ ժողովուրդը իրեն լավ չպահեց, այդ պահին հայ ժողովրդի ղեկավարողները իրենց լավ չպահեցին, բայց հոգու խորքում մարդ արարած, Աստծո ստեղծած մարդ արարածը մեծամասնությամբ չի կարող վատը լինել։ Իդեպ ասեմ, այսպեսի մի խնդիր ունեցել եմ, երբ ազգային միացյալ կուսակցության կազմում 73 թվականին ես ղեկավարությանը առաջարկեցի, ես 5 տարի արդեն ղեկավարում էի, բայց դա փաստացի ղեկավարում էր, քանի որ իրենք բանտում էին, առաջարկեցի անցնենք ինքնորոշման սկզբունքին, ասեցին, բայց սովետական միության պայմաններում եղած հայ մարդը անկախության հարցը դրվի դեմ կքվեարկի։ Բայց ի վերջո օրհնվի հողորմի իրեն, ԱՄԿ ղեկավարն ասեց լավ, թող քո ասածով լինի, գնում ենք ինքնորոշման ճանապարհով, թե չանկախության ճանապարհը մենք չունեինք, այսինքն մարդկանց հավատալու ճանապարհով։ Հիմա այստեղ էս գործում, երբ մենք խոսում ենք քաղաքացիներին երկրի տերը դարձնելու բանով, սա հիմքը այն է, որ Հայաստանի քաղաքացիները երկրի տերը լինելով եւ իրենց համամասությամբ ճակատագիրը տնօրինելով պարզ է կլինեն արդարամիտ, պարզ է կլինեն ազնիվ, միջազգային քաղաքակրթական օրենքներին համահունչ կլինեն իրենց որոշումները ներդաշնակ կլինեն։ Այնպես որ ես կարծում եմ այդ տեսակ վախեր ունեցողներն էլ պիտի իհարկե հաճելի է լսել անունը շնորհալիների կառավարում, դա լավ բան է, ազգային ընտրանի ձևավորում, բայց մենք պիտի ի վերջո ընդունենք, որ ժողովուրդն է, որ պիտի այդ ընտրանին առանձնացնի անցյալի են դրական ժամանակները, այսինքն դրական ոչ թե դրական, այլ անցյալի այն գոյություն ունեցած ժամանակների, երբ կար ազնվականություն, հայերենում շատ լավ է ասած, ազնիվ բառի հետ է կապված, պատկերացնում եք ինչքան գեղեցիկ է,
ուսումնասիրել եմ ուրիշ ազգերի մոտ այդ ազնվությունը շեշտող բան եզր չի եղել։ Բայց մենք ապրում ենք այն օրերում, երբ պիտի հավատանք քաղաքացուն, հավատանք հայ մարդուն եւ այդ հայ մարդուն հնարավորություն տանք իր ճակատագրի տերը լինել։ Կներեք, որ մի քիչ երկար խոսեցի, բայց թեմաները պարտավորեցնում, հետագայում առիթ կունենանք խոսելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաեւ այս միջոցառումը կազմակերպելու համար։